Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է մնալ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված հայ հայտնիներից մեկը։ Սոֆի Դևոյանն իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է, որտեղ էլ նա հայտնել է, որ վերջին օրերն անցկացնում է Վենետիկում։ Սոֆին նաև նշել է, որ վերջին շրջանում Վենետիկում լինելն իր մեծագույն ցանկություններից մեկն էր։ Ու ահա Սոֆի Դևոյան կրտսերը Վենետիկում է, այն էլ սիրելիի հետ։ Սոֆին նաև գրառում էր արել ու հայտնել. «Կարելի է ասել, որ երեկ իմ կյանքի լավագույն մարտի 8-ն էր», գրել էր Սոֆի Դևոյան կրտսերն ու հրապարակել նաև մի հոլովակ, որտեղ երևում է, որ նրա հետ հանգստի մեկնել է նաև սիրելին։ Ձեզ ենք ներկայացնում Սոֆի Դևոյանի վերջին հրապարակումները և ոչ միայն։ Հավելենք նաև, որ Սոֆի Դևոյան կրտսերի անձնական կյանքը վերջին տարիների ամենաքննարկված թեման է։ Խոսելով իր անձնական հարաբերությունների մասին, Սոֆին հայտնել էր հետևյալը. «Ու իրականում մենք միշտ կազմում ենք մեր ուզած պատկերացումը դիմացի մարդու մասին, իսկ հետո նա սկսում է չհամապատասխանել մեր գծած տեսակին, ու անկեղծ ասած, ունի բոլոր իրավունքները դրան չհամապատասխանելու համար, որովհետև մարդիկ ուզում են փոխել իրար, անընդհատ բզբզում են, որ հեղաշրջեն քեզ ու դարձնեն իրենց ուղեղին, աչքին ու մարմնին հարմար։ Բայց տենց չի ձևը, պետք է սիրել ու ընդունել նենց, ոնց կա այդ մարդը, նենց, ոնց ինքն է ապրում այն կյանքը, որը նա ուզում է, կամ ձեզ ոչ ոք չի ստիպում, կարող եք հանգիստ դադարեցնել ցանկացած շփում, եթե այն ձեզ նեղություն է տալիս, բայց ոչ փոխել մարդուն ու իր ներքին դիսցիպլինան։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղեք երջանիկ միայնակ, ու թող որ դա կապված չլինի որևէ մարդու ներկայությունից ձեր կյանքում։ Այդ ժամանակ ամեն բան ճիշտ իր տեղում կլինի, ու եկեք չմոռանանք, որ բոլորս տարբեր ենք ու ունենք մեր բոլոր իրավունքները մեր իսկ ցանկացած կյանքով ապրելու ու մեզ երես տալու համար», իր ինստագրամյան էջում գրել էր Սոֆի Դևոյանը։ Ինչպես արդեն նշեցինք, Սոֆին հաճախ է իր ինստագրամյան էջում հարց ու պատասխաններ կազմակերպում, որի ընթացքում հիմնական հարցերը կապված են նրա անձնական կյանքի հետ։ Եվս մեկ այդպիսի դեպք ու այդպիսի հարց. «Սերը մտածված որոշում է, թե անկանխատեսելի զգացում»։ Այսպիսինն էր հետևորդի հարցը, իսկ Սոֆին պատասխանել էր հետևյալ կերպ. «Անսպասելի ու շատ»։ Հետևորդներից մեկն էլ գրել էր այսպիսի մի բան. «Հարց, որ տալիս եք, շատ լավ գիտեք, թե ինչի մասին են լինելու հարցերը»։ Սոֆին բարկացել էր այս հարցից ու պատասխանել հետևյալ կերպ. «Նախ չգիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ լրիվ անծանոթ մարդիկ, դա մեկ, և երկրորդ, կան լիքը հավես, հետաքրքիր հարցեր, բացի մարդու անձնական կյանք մտնելուց։ Դուք էլ լավ գիտեք ինչի մասին եմ։ Դա ինձ համար փակ է, ու թե ում հետ, ոնց ու որտեղ կհանգստանամ, թող միայն ես իմանամ, որ ուզենամ կկիսվեմ, դուք էլ կիմանաք», գրել էր Սոֆի Դևոյանը ու խոսել հանգստի մեկնելու մասին։ Վայ մամա ջան, ժողովուրդ, էս է հետաքրքիր հարցը։ Մենակ չեմ, շունչ քաշեք, ոչ էլ ինչ-որ մեկի հետ եմ, ավելի խորը շունչ քաշեք։ Մեծ կամպանիայով ենք, ուղղակի չեմ կարող իրենց ցույց տալ, մեր ընկերներով հանգստանում ենք։ Լուրջ, ավելի կարևոր կամ հետաքրքիր բան չկար հարցնելու, մենակ հետաքրքրում է ով ում հետ որտեղ ա, գրել էր Սոֆի Դևոյանը։ Աստղային ընտանիքում ծնված Սոֆին հանրությանը հայտնի դարձավ, երբ դեռ փոքր երեխա էր, ու 15 տարեկանում նա տվեց իր առաջին հարցազրույցը, որի ժամանակ խոսել էր մասնագիտության ընտրության և այլ շատ թեմաների մասին։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ հարցազրույցից հատվածներ։ Պարը շատ բարդ մասնագիտություն է, որը ես շատ եմ սիրում։ Վերջերս տեսահոլովակ ենք նկարահանել «Ժառանգություն» խորագրով։ Բավականին երկար ժամանակ ենք աշխատել պարի վրա։
որը վերջերս ամբողջացվեց։ Տատիկիս ու մայրիկիս հետ որոշեցինք, որ տեսահոլովակ նկարը հանենք, որովհետև շատ էի ուզում հենց այդ պարով ներկայանալ։ Նույն հարցազրույցի ժամանակ Սոֆին նաև անդրադարձել էր նրան, որ պարում է իր տատիկի պարի ու հոգու թատրոնում։ Նա խոսել էր առավելությունների մասին։ Իրականում այդպես չէ։ Ես արտոնություններ չունեմ։ Տատիկս շատ խիստ է։ Ես էլ ինձ խմբում չեմ պահում այնպես, որ իր թոռնիկն եմ։ Ես բոլորին հավասար եմ։ Ինձ զգում եմ այնպես, ինչպես մյուս երեխաները, թե ինչ են խոսում կողքից, էական չէ։ Գիտեմ, որ միշտ քննարկվող թեմա է լինելու դա։ Տատիկս երբեք անտեղի չի ջղայնանում։ Եթե նույնիսկ ջղայնանում է, ինձ համար հաճելի է, որովհետև նրա ամեն նկատողությունից շատ բան եմ սովորում։ Ես իրեն միշտ եմ ասում, որ ինձ նկատողություն անի, որովհետև դրա մեջ լավ բան եմ տեսնում։ Իսկապես, նա հանդարտության հետ մեկտեղ շատ խիստ է, սակայն միայն աշխատանքում։ Տանը խիստ չէ, տարաձայնության առիթ միայն սնվելու թեման է դառնում։ Տատիկը խոսում է ինձ վրա, որովհետև չեմ հասցնում լավ սնվել։ Բնականաբար, խորհուրդներ շատ են լինում։ Տարբեր խորհուրդներ է ինձ տալիս, որոնք անպայման լսում եմ, որովհետև նա կյանքի մեծ փորձ ունի եւ ինձ համար քայլող լեգենդ է։ Մեր ընտանիքում այնպես է, որ բոլորս իրար հետ մոտ ենք։ Չի լինում, որ ինչ-որ մի բան մեկին վստահեմ, մյուսին ոչ։ Մայրիկիս հետ էլ շատ ընկերական հարաբերություններ ունեմ։ Նա միշտ իմ կողքին է եւ աջակցում է ինձ։ Առօրյայում ինձ ճիշտ ուղու վրա է դնում։ Անկեղծացել էր Սոֆին ու խոսել նաեւ տարիքային տարբերության ու սերունդների բախման մասին։ Լինում են դեպքեր, երբ ամեն մեկս ունենք մեր կարծիքը։ Սակայն, եթե նույնիսկ ինչ-որ խոսակցություն է լինում, տանը կոնֆլիկտ չի դառնում։ Ի վերջո, գալիս ենք մի հայտարարի։ Սոֆի Դևոյանը խոսել էր նաև փոքր տարիքից իր գումարն աշխատելու եւ ինքնուրույն դառնալու մասին։ Ավելի ինքնուրույն ես դառնում։ Հաճելի է, որ կարողանում ես ինքդ հոգալ քո ծախսերը, բայց գումարն ինձ համար առաջնահերթ չէ։ Կարևորը այն հաճույքը ու փորձն է, որը ստանում եմ աշխատանքի ընթացքում։ Ես ծնողներիս կարծիքը միշտ եմ հաշվի առնում։ Երբ ինչ-որ գումար եմ վաստակում, չեմ շտապում միանգամից ծախսել։ Աշխատում եմ հագուստի կամ առօրեական բաների վրա չվատնել գումարս, հավաքում եմ ու ինչ-որ կարևոր բանի համար ծախսում, օրինակ նկարչական պարագաներ եմ գնում կամ էլ պարային հագուստ, անկեղծացել էր Սոֆին։ Պարուհին նաև անդրադարձել էր իր արտաքին տեսքի հետ կապված քննադատություններին ու այն բանին, որ 12 տարեկանում փոքրինչ ներկեց վարսերը։ Նա նշել էր հետևյալը. Հասարակական վերաբերմունքը դեր չի խաղում ինձ վրա։ Եթե ես որոշել եմ նման բան անել, չեմ կարծում, որ դա պետք է խոսելու թեմա դառնա։ Չնայած նման խոսակցություններ միշտ լինում են արվեստի ոլորտի մարդկանց մասին։ Այն ժամանակ շատ մեծ ցանկություն ունեի մազերս ներկելու։ Դա ինձ համար երազանք էր դարձել, եւ ծնողներիս թույլտվությունը եղավ իմ տարեդարձի նվերը։ Մայրիկս էլ, տատիկս էլ միշտ ասում են, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ ամենին, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի եւ միևնույն է քննարկելու ու քննադատելու է քեզ։ Միշտ լինում են բացասական կարծիքներ։ Եթե ես այդ ամենի մասին մտածեմ, սկսելու եմ հաշվի առնել այն մարդկանց կարծիքը, ովքեր չեն հասկանում քո արվեստը, արած գործը։ Իր հարցազրույցի ժամանակ տարիներ առաջ խոսել էր Սոֆի Դևոյանը։ Դե իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել այս հոլովակի համար։